Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում իրական զրույցի հերթական թողարկումն է։ Մեր այսօրվա զրուցակիցն է սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Հայկ Տրունյանը։ Սիրելի Հայկ, շնորհակալ եմ շատ հրավերը ընդունելու համար։ Այսօր ուզում եմ մի կարևոր թեմայի անդրադառնանք, որը ես պայմանական կկոչեի այսպես՝ որդիների պայքարը հայրերի դեմ։ Ուզում եմ անդրադառնանք մեր միջսերնդային փոխհարաբերություններին, այն, այսպես ասեմ, ճեղքվածներին, որոնք գոյություն ունեն ոչ միայն հայության մոտ, այլև կարելի ասել համաշխարհային տենդենց է դիտվում, բայց ուզում եմ անդրադառնալ հենց մեր հայ հանրությանը, որովհետև գաղտնիք չէ, որ ամեն սերունդ իհարկե բողոքում է յուրաքանչյուր հաջորդ սերնդից, նրան մեղադրելով ավելի վատը կամ այս կամ այն մեղքերի մեջ, եւ այդ խնդիրը միշտ կա։ Բայց մենք կարող ենք փաստել, որ մտածողության եւ հոգեբանության շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Համենայն դեպս ես, որ տարիքով գուցե շատ այդքան էլ մեծ չեմ, կարելի ասել, որ ես արդեն զգում եմ այդ փոփոխությունը, այդ տարբերությունը թե ավագ սերնդի, այսինքն իմ ծնողների սերնդի, թե ինձնից կրսեր սերնդի հանդեպ։ Եվ կուզեի, որպեսզի մենք այս տեսանկյունից վերլուծենք ու հասկանանք, որոնք են մեր ակնկալիքները, որտեղ ենք մենք սխալվում, որը բերում է կոնֆլիկտի, որոնք են այդ խնդիրների լուծման ուղիները, քանի որ դուք սոցիոլոգ եք եւ գիտնականի աչքով եք ուսումնասիրել այդ երևույթները, կցանկանայի, որպեսզի դուք համակարգային անդրադառնաք այս հարցին։ Շնորհակալություն հրավերի համար եւ շնորհակալություն, որ շատ կարեւոր թեմա եք բարձրացնում, քանի որ ես զբաղվում եմ կոգնիտիվ պատերազմով ու իմ Հայաստան տեղափոխվելուց հետո խորանցել եմ հետազոտություններ անելով հայկական հասարակությունը եւ ինչ մեթոդներ են մեր դեմ կիրառում, ոնց մենք պետք է պաշտպանվենք, երբ որ սկսել եմ այս թեմայով զբաղվել, հասկացել եմ, որ ամենակարևոր բանը դա հասկանալ մեր հասարակության բազմաշերտայինությունը։ Իսկ բազմաշերտայությունը գալիս է հենց այդ սերունդների տարբերություններից, ու ինչքան դու հասկանաս այդ սերունդների արխետիպը, այդքան խոր կարող ես պատկերացնել ինչ հասարակություն ունես։ Այսօր երևի մեր ամենակարևոր խնդիրը, ազգային խնդիրը նրանում է, որ մենք ոչ թե մեր մենակ ազգին չենք ճանաչում, մենք եւ մեր Հայաստանի Հանրապետության հասարակությանը չենք ճանաչում։ Մենք մեր հասարակությունից ակնկալիքներ ունենք, որոնք իրականում ոչ թե չեն համապատասխանում այդ մարդկանց, այլ մեր հասարակությունը ապրում է լրիվ ուրիշ իրականության մեջ։ Ինչի մասին է խոսքը։ Նայեք, կա հայտնի սերունդների թեորիա, որը բաժանում է սերունդները տարբեր փուլերով, եթե սկսենք 60-ական թվականներից, որ մինչև 60-ականներն էլ իրականում բաժանում կա, բայց բերեք 60-ականներից հետո, որտեղ այսօր մեր կողքը ապրում են մարդիկ, որոնք ծնվել են 60-ականներում, որոնք ծնվել են 70 թվականներին, 80 եւ մինչև այսօր։ Ու եթե այդ մարդկանց տասնյակ տարիներով ծնունդը տասնյակ տարիներով բաժանենք ու հետազոտենք այդ մարդկանց պահելաձևը, մտածելակերպը, մենտալիտետը, վառ երևում է, որ այդ մարդիկ ունեն տարբեր գաղափարախոսություններ, տարբեր տեսլականներ ու տարբեր իդենտիֆիկացիաներ։ Ու սերունդների թեորիան ինչի համար է դա բաժանում, որովհետև ասում է, որ երբ որ երեխան ձևավորվում է մինչև 12 տարեկանը ու մինչև 12 տարեկան տարիների մեջ իր վրա ազդում են տարբեր պատմական, տնտեսական, հոգեբանական իրավիճակներ, դա ձևավորում է իր մենտալիտետը, իր գաղափարախոսությունը։ Ու դուք պատկերացրեք, որ ամեն 10 տարին, 10-12 տենց հստակ բաժանումներ չկան, տարբեր մեթոդներ, տարբեր ձևի է բաժանում, ասում է, որ մենք ունենք տարբեր սերունդներ, որոնք օրինակ 60 թվից մինչև 70 թիվն են ծնվել, 70-ից մինչև 80, 80-ից մինչև 90, 90-ից մինչև 2000 թիվը, 2000-ից մինչև 2010 եւ 2010-ից մինչև այսօրվա։ Ու այս բաժանումները տարբեր անվանումներ է եւ տվել այդ սերունդներին, դա հայտնի թեմա է, շատ տարածված է համացանցում, եթե հետաքրքիր է հետևորդները կարող են նայել, բայց ես ուզում եմ մի կարևոր բան ասեմ։ 60-ական թվի ծնվածները Հայաստանում դա մարդիկ են, որոնք ծնվել են Սովետական Միությունում, ու իրենք մեծացել են սովետական գաղափարախոսության ազդեցության վրա, որի ժամանակաշրջանում Հայաստանը իրականում եղել է լավ
սովետական ռեսպուբլիկաներից մեկը, որտեղ եւ տնտեսության մակարդակն է բարձր եղել եւ կրթական մակարդակն է բարձր եղել, բայց իրանք մեծացել են մի ժամանակաշրջանում, որտեղ հայկական ազգային գաղափարախոսությունը նոր սկսել է զարգանալ։ Ու այդ մարդիկ ունեն մի քանի բազմաձև փսիխոտիպներ։ Օրինակ, իրենք կարող են հնարավորություն ունեն կոլեկտիվում աշխատել, թիմային աշխատանքի ձևերը եւ հմտություններն ունեն։ Իրենք գաղափարի համար աշխատելու հմտություններ ունեն։ Դա մարդիկ են, որոնք 60-ականներին են ծնվել։ Դա մարդիկ են, որոնք հասկանում են ինչ է նշանակում ազգային գաղափարախոսությունը, որտեղ իրանք մեծացել են մի ժամանակ, որտեղ 65 թվից հետո ազգային գաղափարախոսությունը նոր ծագ է ունեցել Հայաստանում ու հայկական սովետական մշակույթի մեջ դա համատարած է եղել։ 70 թվականի ծնվածները, դա 60-ականները baby boomer-ներ են կոչվում, 70 թվի ծնվածները դա X սերունդն է, նույնպիսի սովետական միության ժամանակաշրջանում ծնված սերունդ է, որը ծնվել է հենց այդ ազգային գաղափարախոսության մեջ, լավ տնտեսական իրավիճակների մեջ, ծնվել է լավ կրթության իրավիճակի մեջ եւ մասնակցել է 60-ականների հետ առաջին Արցախյան պատերազմում։ Այս երկու սերունդը սրանք Հայաստանի հաղթող սերունդներն են։ Ոսկի սերունդն են։ Ոսկի սերունդներն են։ Ու այս մարդիկ հիմա ունեն լուրջ խնդիրներ Հայաստանում, որովհետև իրենք այսօրվա մեր իրականությունը չեն ընդունում։ Որտեւ ստացվում է, որ այն ամեն ինչի համար իրենք պայքարել են, ապրել են, այդ բոլորը այսօր արժեզրկվել են եւ ոչնչացվել են։ Ու բացի դրանից իրենք շարունակում են ապրել առաջին Արցախյան պատերազմի հաղթանակով։ Իրենք չեն ընդունում իրականությունը ու իրենց գլխի մեջ իրենք ապրում են կամ սովետական ֆրեյմով ժամանակներով, թե այն ժամանակ լավ էր ամեն ինչ, տնտեսությունը լավ էր, կրթությունը լավ էր, ամեն ինչ այն վաղ լավ էր, հիմա վատ է, բևեռությունն են անում։ Բացի դրանից այս երկու սերունդը, քանի որ հաղթանակ է տեսել ու եկել է հաղթանակին, իրենք չեն ուզում ընդունվել մեր այսօրվա պարտության իրավիճակը։ Ու սա շատ լուրջ խնդիրներ է, որովհետև ոչ մենք որպես հասարակություն, ոչ էլ պետությունը որպես իր պետական մարմինների ինստիտուտների միջոցով չի զբաղվում այդ մարդկանցով, ու մենք ունենք մի շերտ մարդկանց, երկու շերտ սերունդ, որոնք ունեն լուրջ հոգեկան խնդիրներ իրականությունը ընդունելու համար։ Բայց իրենք քանակով շատ են Հայաստանում։ Մի առարկություն անել կամ դիտարկում անել, ինչպես կընդունեք, օրինակ պարտությունը ընդունել չընդունելու հետ կապված։ Ես օրինակ ընդհանրապես այդ սերնդին չեմ պատկանում, բայց ինձ համար պարտություն ընդունել չընդունելը այսպես ասեմ, անդառնալիություն չընդունելու հանգամանքը կա, այսինքն ցանկացած պարտություն, ցանկացած ձախողում, ցանկացած տապալում, այն ինչ որ պարտադրվում է եւ մեզ ներշնչվում է, դա վերջնական չէ, եւ ես դրա հետ չեմ հաշտվում։ Ես հաշտ չեմ եւ համարում եմ, որ այն իրականությունը, որ կա, պիտի փոխվի։ Այդ գուցե այդ սերնդի մոտ էլ կա այդ ընկալումը, ոչ թե իրականությունը, այլ չընդունելու, այլ իրականության հետ հաշտ չլինելու, որովհետեւ այն ինչը որ քարոզվում է նույն այսօր արդեն պետական, այսպես ասեմ, գաղափարախոսություն դարձրած, դա իրականում պետականությունը ոչնչացնող մոտեցում է։ Պարտությունը անվերադարձ դարձնող մոտեցում է եւ հանձնվողականության մոտեցում է։ Գուցե կոնֆլիկտը այստեղ է, այսինքն եթե պետությունը եւ իշխանությունները կամ adekvat ներկայացնեն պարտությունը, ոչ թե պարտությունը ներկայացնեն որպես հաղթանակ, այսինքն արժեքների խեղաթյուրում չգնա, այլ իրապես այո, եղել է ձախողում, այո, եղել է տապալում, այո, եղել են կորուստներ, բայց այդ կորուստները դաս են, ոչ վերջը ցանկացած պարտություն դաս է, որպեսզի դու կանգ առնես, վերլուծես, քո սխալները վերգտնես եւ պատրաստվես հաջորդ պատերազմին, հաջորդ պայքարին, հաջորդ, այսպես ասեմ, ռաունդին եւ ոտքի կանգնես։ Գուցե այս խնդիրը ոչ թե նրանց իրականությունը չընդունելու մեջ, ոչ թե այդտեղը, այլ որ նրանք արժե խեղաթյուրված իրականությունը չեն ընդունում, ինչ այդ ես իրենց հետ լերովին համամիտ եմ։ Սոցիոլոգիայի մեջ կա երկու մեթոդ հետազոտությունների, դա մասսայական եւ քանակային եւ որակային, քանակային ժամանակ, երբ որ դու փորձում ես մասսայական գնահատական տաս, թե մեծամասնությունը ինչ կարծիք ունի, իսկ որակայինը դա երբ որ խորքային, թե ինչու համար է, որ այսենց են մտածում, այդ հարցերի պատասխան ես փնտրում։ Նայեք, ես ինչ նկատի ունեմ, այս մարդիկ ապրում են այն ժամանակաշրջանով,
իրենք չեն ուզում այսօրվա ժամանակաշրջանն ընդունեն, որովհետև այսօրվանը համեմատած նրան ցավալի է։ Ու բացի դրանից իրենք հասկանում են, որ այդ ժամանակը չունեն, որ իրենք բերեն ուրիշ հաղթանակների։ Իրենք հասկանում են, որ տարիքային փուլեր կան, չէ, եւ որ իրենց ժամանակը արդեն անցնում է։ Ու երբ որ որակային աշխատանք ես տանում, ֆոկուս գրուպաների հետ երբ որ աշխատում ես, մեծամասնությունը մեղադրում են ոչ թե կառավարությանը, իշխանությանը, այլ մեղադրում են ավելի երիտասարդ սերունդներին։ Ու հիմնականում այդ մեղադրանքը ընկնում է 80-ականների ծնված սերունդի վրա։ Սա արդեն Y սերունդն է գալի, ու այս սերունդը իմ կարծիքով այն հետազոտություններով, որը ես արել եմ, ամենա կոտրված սերունդն է Հայաստանում, որտեվ 80-ականների ծնված սերունդը շատ բարդ սերունդ է եղել ու շատ տարբեր դժվարություններով է անցել, ու նայեք թե այդ ժամանակ ոնց է փոխվել իրենց մտածելակերպը։ Պատկերացրեք մարդկանց, որոնք ծնվել են 80-ականներին։ Իրենք դպրոց են սկսել գնալ 90-ականների սկզբին։ Իրենք տեսել են երկրաշարժը, որը շատ ուժեղ ազդեցություն է ունեցել այդ սերունդի վրա։ Երկրաշարժից հետո տեսել են ցուրտ ու մութ տարիները, չեն ունեցել որակով կրթություն, որ ունեցել են 70-ականներն ու 60-ականները։ Իրենց ժամանակաշրջանում իրենք պատերազմի հաղթանակը մենակ ականջներով են լսել։ Անմիջական մասնակից չեն։ Այո։ Ու պատկերացրեք, որ այդ երեխաները դպրոցից գալիս են տուն, երբ որ դպրոցում ցուրտ էր, դասատուն լիովին չէր կարող դասը տաներ, գալիս են տուն ու տանը մի ժամով տալիս էին լույսը։ Ու երբ որ միացնում էին հեռուստացույցով տեսնում էին բրազիլիական կամ մեքսիկական սերիալներ, որտեղ ամեն ինչ սիրուն էր։ Ու այդ մարդիկ որոշում են իրենց համար պատասխանատվությունը հասարակության դեմից, որը իրենց վրա վերցրել են 60-ականները եւ 70-ականները մեծանալով կոմունիզմի կոլեկտիվի պատասխանատվության գաղափարախոսության շրջանում, այս մարդիկ 80-ականների ծնվածները պատասխանատվությունը վերցնում են մենակ իրենց փոքր ընտանիքի վրա։ Ու այստեղից սկսում է 90-ականներին զարգանա թեզը, որ ես իմ ընտանիքի համար ամեն ինչ կանեմ ու պատասխանատվությունը մենակ իմ ընտանիքի համար եմ վերցնում իմ վրա։ Էլի մի դիտարկում անեմ, ձեր ասած երևի շատ վերաբերում է 80-ականների առաջին կեսին ծնվածներին, ու մինչև 85-86 թվական, ես օրինակ 80-ականների վերջի ծնունդ եմ, եւ կարծում եմ այստեղ երկու ֆունդամենտալ կարևոր հանգամանք էլ կա, որի ամենայնպես ես կողմնակի աչքով կառանձնացնեի, մեկը գյուղաբնակների եւ քաղաքաբնակների տարբերությունը։ Ես ծնվել եմ փոքր քաղաքում, մեծացել եմ եւ այդտեղ կրթության օրինակ որակի հետ կապված համարում եմ, որ դպրոցում ստացել եմ լուրջ որակյալ կրթություն երկու առավելությամբ։ Սովետական դպրոցի լավ ավանդույթները դեռևս մնացել էին եւ դրան գումարվել էր ազատ, իրոք լիարժեք ազատ ազգային կրթությունը, որը ես ստացել եմ դպրոցում եւ իմ ուսուցիչներին շատ շնորհակալ եմ։ Այսինքն սովետական ուսուցչի աշակերտի առաջ ունեցած պատասխանատվության ինստիտուտը դեռևս կար։ Իմ ուսուցիչները եղել են սովետական համակարգի ուսուցիչներ, որոնք արդեն ավելի ազատ պայմաններում էին աշխատում։ Եվ ինչի նշեցի փոքր քաղաքի եւ գյուղական բնակավայրերի տարբերությունը, սոցիալական հարաբերությունները այդտեղ գործում են ուրիշ կանոններով, վայրի կապիտալիզմի կանոնով, ավելի շատ ֆինանս ունին, ավելի կոնկրետ ես իմ մանկության ընթացքում ակնհայտ չեմ տեսել։ Նման խնդիրներ չի եղել եւ կարծում եմ այդ առումով գյուղաբնակները իրենք մեծ առավելություն են ունեցել ավելի հոգեկան առողջ միջավայրում մեծանալու, որովհետեւ օրինակ շատ հետաքրքիր է, որ վերջերս իմ տարեկից ընկերների հետ շփվելուց, ովքեր օրինակ Երևանի բնակիչներ են, ինձ համար զարմանալ է, որ Երևանում եղել են կրիմինալ թաղամասեր, որոնք իրոք քեզ թվում է դա լրիվ ուրիշ աշխարհից է, բայց զուգահեռ աշխարհներ են գոյություն ունեցել։ Եվ այստեղ օրինակ որքան էլ սոցիալական պայմանները վատ էին, որքան էլ իրոք կարելի է ասել հացի խնդիր էր լուծվում եւ մեր դպրոցն եմ հիշում չտակած եղել։ Ես չեմ հիշում իմ ներսում նման ըմբոստություն կամ զգացողություն։ Գուցե պատճառն այն է, որ հոգել եմ ասում էմոցիոնալ առումով եւ հոգեկան առումով առողջ միջավայրում եմ մեծացել։ Քաղաքային ես կարծում եմ այստեղ էլ տարբերություն կա։ Իհարկե տարբերություն կա, բայց բերեք պայմանավորվենք, որ հումանիտար գիտության մեջ դու ընդհանրացնում ես, չես կարող այսպիսի խորքային բաները ամեն մի փուլը շերտերի մասին խոսել, դրա համար ես ասում եմ ընդհանուր տենդենսների մասին, դրա համար այո դուք ճիշտ եք, այդ շերտն էլ է եղել, բայց քանիսն են եղել ձեր նման։
Հա, հավաքական առումով ամեն հավանականությամբ մեծամասնությունը Մեծամասնությունը եղել են մարդիկ, որոնք այս դժվարություններով են անցել, ու դրա համար սա իր մեծ էֆեկտը հետագայում բերում է։ Ու նայեք, 80-ականների սերունդը ամենամեծ քանակի սերունդն է, որը Հայաստանում այդ խոպանի գաղափարն է բերում։ Բայց քանակական առումով էլ է ամենամեծը։ Այո։ Եվ քանականով է ամենամեծ, ու գիտեք քի է քանակականով ամենամեծ սերունդը 80-ականները, որովհետև 60-ականների սերունդն է առաջի բումը եղել, որ այնտեղ գաղափարախոսական է եղել այդ ծննդաբերության բումը, որովհետև պատկերացրեք պատերազմից հետո կոսմոս է թռել Սովետական Միությունը, զարգացում է տնտեսական եղել, կրթական զարգացում, մարդիկ մտածել են, որ իրենց երեխաները իրենցից լավ են ապրում։ Ու դա 60-ականները, երբ որ բում է եղել ծննդաբերության, հետո իրենք էլ քանակով շատ են եղել դեմոգրաֆիայի 80-ականներին։ Դրա համար իսկ 70-ականներին դեմոգրաֆիայի ծննդաբերության ընկել է, որովհետև Բրեժնևի ժամանակ սովետական միության ապրուստի ծանրաբեռնությունը եւ հոգեկան հենց այդ իրավիճակը բերեց նրան, որ ընկավ, ու նույնն էլ 20 տարի հետո 90-ականների վրա ազդել է։ Հայաստանի դեմոգրաֆիայի հենց այդ բաները սինուսոիդներով են ալիքները զարգանում, դրա համար դա իհարկե ազդել է, բայց ես ուզում եմ մի հատ իմ միտքը շարունակեմ, երբ որ 80-ականների ծնվածները պատասխանատվությունը վերցրեցին իրենց ընտանիքի վրա, ոչ թե հասարակության, որովհետև իրենք ուզում էին, դա ծրագրավորված է եղել իրենց գլխի մեջին, երբ որ հեռուստացույցով լավը տեսել են, ապրուստի հենց այդ նյութական բարեկեցության գաղափարն է։ Այո, իրենք ուզել են իրենց պատասխանատվությունը երեխեքի վրա վերցնեն նենց, իրենց երեխեքի, որ նրանք ապրեն այդպիսի։ Ու հետո սա բերել է նրան, որ ամբողջ 90-ական թվականների մեջ իրանք այդ սերունդը մեծացել է ու 2000-ի սկզբից արտագաղթը մեծացել է։ Ու 90-ականների սերունդը դա արդեն միլենիալների սերունդն է, որը քանակով է քիչ, որը նույն այդ դժվարությունները մեծացել է, բայց ամենահետաքրքիրը Հայաստանի համար դա միլենիալները չեն, որտեղ իրանք քանակով քիչ են, այլ 2000 թվի ծնվածներն են, դա արդեն Z սերունդն է, որովհետև այս Z սերունդը Y սերունդի երեխաներն են, ու Z սերունդը Հայաստանում շատ տարբեր խնդիրներով է մեծացել։ Ու այդ խնդիրները կախված են եղել եւ 2008 թվի տնտեսական կրիզիսի հետ եւ 2020 թվի պանդեմիայի հետ եւ պատերազմի հետ եւ 2023-ի արցախցիների արտագաղթի հետ, սրանք բարդություններ են, որոնք ազդել են այդ Z սերունդի վրա, ու այսօր մեր Z սերունդը շատ լուրջ կրիզիսի մեջ է, իդենտիֆիկացիայի կրիզիսի մեջ է, ու իրանց տերն ու դերը մեր հասարակության մեջ իրենք չեն տեսնում։ Բայց եթե կարելի է, վերեք մի հատ նորից անցնենք հետ, որովհետև ինձ թվում է, որ պետք է զուգահեռ վերլուծենք ինչ է նշանակում ընտանիքը։ Այո, ընտանիքի մոդելին անդրադառնանք։ Որովհետև ընտանիքը ամենակարևոր կենտրոնն է բոլոր հասարակություններում, ու կախված նրան թե ոնց է ընտանիքը ձևավորված ու ինչ դեր ունի հասարակության մեջ, այդպիսին էլ զարգանում է հասարակությունը ամբողջովին։ Նայեք, հայկական ընտանիքը վերջի 150 տարվա մեջ 4 անգամ փոխվել է։ Իսկ մենք մեր հասարակության հանդեպ 5 կարծիքներ ունենք, որը չի համապատասխանում այսօրվա ընտանիքի մոդելի հետ։ Ես ինչի նկատի ունեմ։ Մինչև 1915 թիվը, մինչև ցեղասպանությունը մենք ունեցել ենք գերդաստան գաղափար, որը ընտանիքը եղել է գերդաստանի հետ համակապված, գերդաստանը հենց եղել է ընտանիքը, որը մենք կորցրեցինք 1915 թվականից հետո։ Ու Գերդաստանը ինք իրանով շատ մեծ գաղափարախոսություն է եղել, որը հենց հայկական ազգայնության գաղափարախոսությունը դրա մեջ է եղել, որը ձևավորել է մարդու պահելաձևը, դու որպես անձ իրավունք չէր ունեցել քեզ վատ պահեիր, որովհետև դու հենց այդ Գերդաստանի դեմ պատասխանատվություն ունեիր, ու դու Գերդաստանին էիր ներկայացնում այստեղ կամ այնտեղ։ 15 թվականից հետո, օբյեկտիվ իրավիճակներից հետո, մենք Գերդաստանը կորցրեցինք։ Գերդաստան գաղափարախոսությունը պահպանվեց Սյունիքում, Արցախում, տարբեր գյուղերում, Գեղարդկունիքի մարզում, Լոռիում, բայց ընդհանուր ոչ թե մենակ
Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, հայկական աշխարհում մենք կորցրեցինք գերդաստան գաղափարը։ Բայց 15 թվականից հետո մենք ձևավորեցինք 3 սերունդային ընտանիքի գաղափարը, որին գումարած սկսեց զարգանալ կոմունիստական եւ կոլեկտիվիստական սովետական գաղափարախոսության հետ։ Սա դրդում էր մարդուն, որ ինքը իր պատասխանատվությունը վերցնի ծնողների եւ իր երեխաների վրա, բացի դրանից ամեն անձ պատասխանատու էր ամբողջ կոլեկտիվի դեմ, հասարակության դեմ։ Դրա համար 60-ականների եւ 70-ականների սերունդը կարողացավ միացումը բերի, կարողացավ Արցախյան պատերազմի ժամանակ անձնական շահերը երկրորդականացնի ու կոլեկտիվի շահերը առաջնացնի։ Սա էր հենց այդ մեծ էֆեկտը, որի շնորհիվ մենք ստացանք առաջին Արցախյան պատերազմի հաղթանակը։ Ու հիմա փաստացի սխալը այնտեղ է, որ մենք այս սերնդից, որը ուրիշ դաստիարակություններ ստացել, սպասում ենք նույն մոտեցումները եւ որովհետեւ հիմա սա երկրորդ ընտանիքի մոդելն էր, պատկերացիք չէ, առաջինը գերդաստանը, երկրորդը 3 սերնդանի։ 80-ականները, որը ես արդեն պատմեցի, թե ոնց էին իրենց աշխարհայացքը ձևավորել, 80-ականները արդեն ձևավորեցին 2 սերունդային ընտանիքի գաղափարը։ Ես եմ եւ իմ երեխաները։ Չի կարծում, որ ծնողների առաջ ամենայնպես պատասխանատվությունը ծնողների մասին հոգ տանելու Դուք շատ գիտեք 80-ականների ընտանիքներ, որոնք ապրում են 3 սերունդ։ Չեն ապրում, բայց հոգ են տանում։ Իսկ ընտանիքը դա երբ որ մի հարգիտակ են ապրում։ Ու դա նշանակում է, որ փոխվեց մոդելը։ Երրորդ անգամ փոխվեց մոդելը, երբ որ դարավ 3-ից 2 սերունդային, որը բերեցի եւ նրան, որ պատասխանատվությունը ավելի փոքրացավ։ Միջև է դու պատասխանատու էիր ամբողջ հասարակության դեմ, հիմա մենակ քո ընտանիքի դեմ։ 90-ականներից հետո 4-րդ անգամ փոխվեց 2000 թվականներից հետո 4-րդ անգամ փոխվեց ընտանիքի մոդելը, հիմա հենց այդ փոխվելու process-ի մեջ ենք, երբ որ լիարժեք ընտանիքների գաղափարն է քչանում Հայաստանում։ Ամուսնալուծության քանակներն են ավելացել Հայաստանում։ Ու սա մենակ մեր մոտ չի, ամբողջ աշխարհում է, ու քանի որ մենք շատ նման ենք տիպիկ եվրոպական պետություններին, հիմնականում բալկանական պետություններին, մեր մոտ նույն տենդենսներն են, թե ինչ որ Եվրոպա է կատարվում, դրա համար մեր մոտ այս ոչ լիարժեք ընտանիքների քանակն է ավելանում, ու սա բերել է նրան, որ 4-րդ անգամ ընտանիքի մոդելն է փլվել։ Բայց մենք հասարակությունից սպասում ենք Գերդաստանի գաղափարախոսությունը լա դեռ, որ մարդ պատասխանատվություն ունի ամբողջ ազգի դեմ, ինքը բոլորին հանդեպ պետքա իր ամեն ինչը ներգրավի ու ինչ ունի դնի հանուն ազգության համար, բայց դա չի համապատասխանում իրականության հետ։ Ասեմ ավելին, մենք այսօր ունենք լուրջ խնդիրներ, որի շրջանում մեր երեխաները, դա 18-20 տարեկան մարդկանց մասին եմ ասում, չունեն կերպարներ։ Իրենք չունեն տղամարդու կերպարներ։ Հասկացա։ Իրենք չունեն կանանց կերպարներ, բայց մենք որպես հասարակություն իրենցից սպասում ենք դու պետք է քեզ պահես տղամարդու նման։ Ու օրինակներ ենք բերում Նժդեհից։ Պատկերացնում եք ինչ դիսոնանս է այդ մարդու համար, որ ինքը չգիտի սա ինչ է։ Ինքը այս կերպարը չի տեսել, այդ օրինակը չի տեսել։ Մենք ունենք գյուղեր, որտեղ տարիներով տղամարդիկ եղել են մենակ նոր տարվա վրա։ Որովհետև այդ մարդիկ աշխատանքի են եղել, մենք ունենք ընտանիքներ, որտեղ տղամարդը չի դուս եկել Խոպանի, ինքը եղել է Հայաստանում, բայց այդ մարդը առավոտից իր գուն աշխատանքի մեջ է եղել ու չի հասցրել այդ իր օրինակով այդ կերպարը ցույց տա։ Ոչ թե այդ մարդը վատն է կամ լավն է, այլ որովհետև տնտեսական իրավիճակը այնքան բարդ է եղել Հայաստանում վերջի 30 տարվա, որ այդ մարդը ստիպված է եղել օրվա հացի խնդիրը լուծի։ Ու մարդ երբ որ զբաղված է մենակ հացի խնդիրը, ինքը հոգեբանորեն էլ է կոտրվում։
Դրա համար մենք այդ կերպարներն ենք կորցրել։ Ու սա իրականում մուլտիպլիկացիոն էֆեկտ է։ Ես ինչ նկատի ունեմ, նայեք, հիմա մենք բանակում ունենք լուրջ կառավարման մոդելների խնդիրներ, որովհետև բանակը դա կոնսերվատիվ ինստիտուտ է, որը աշխատում է հրամանով, որը ունի ավտորիտար կառավարման մոդելներ, ու այս մոդելներով սպան ինքը ունի պատկերացում, թե տղամարդը ինչ պետք է անի, ինքը հասկանում է, թե որ մենք պետք է ամեն ինչ դնենք, ինքը հասկանում է ուժեղ լինելը որն է, ինքը պետք է սովորացնի երիտասարդ 18 տարեկան տղային, թե ինչպիսին ինքը նա պետք է դառնա, բայց այն տղան չի հասկանում իրենից ինչ են ուզում։ Որովհետև սպան ասում է դու տղամարդ չես, ինչ է, չես հասկանում, ինչի մասին է խոսքը, ու այդ երեխան չի հասկանում, իրականում չի հասկանում։ Ու սա շատ լուրջ խնդիր է, այսօր բանակում այդ խնդիրը շատ վառ է, ու եթե բանակը դրանով չսկսի զբաղվել ու կառավարման մոդելները չփոխի, ես ինչ նկատի ունեմ կառավարման մոդելները, օրինակ նայեք, այս նոր սերունդի հետ ավտորիտար հրամանային կառավարման մոդելները չեն աշխատում ու բանակը այսօր ունի խնդիրներ դրա հետ կապված, բայց աշխատում են մենթորինգը օրինակ, երբ որ սպան պետք է իր օրինակով ցույց տա, թե խնդիրը ոնց պետք է լուծենք, ոչ թե հրամանի գնացեք լուծեք, այլ պետք է գա երեխու ձեռը բռնի, ասի գնանք ես քեզ ցույց տամ ոնց պետք է դա անենք։ Եթե չփոխենք, մենք եթե չհասկանանք ինչի է կարևոր հետազոտել սերունդների խնդիրները, որ հասկանաս ինչով ենք տարբերվում, որ հասկանաս այդ սերունդի դրական կողմերը որն են, այդ դրականը կարողանաս օգտագործես, հասկանաս բացասականը որն է ու փոխես այդ բացասականը։ Հիմա բանակում դա շատ լուրջ է այդ խնդիրը, որովհետև եթե երեխաների հետ երեխա ասելով ես նոր սերունդի նկատի ունեմ, ճիշտ կառավարման հարաբերության մոդելներ չձևավորեն, մեր բանակը ունենալի ապագա 5 տարվա մեջ լուրջ խնդիրներ կառավարման մենեջմենթի մոդելների հետ կապված։ Ու այդ սերունդը ունի լիքը դրական կողմեր, այս նոր սերունդի մասին։ Ամենակարևոր հարցը, որը այս նոր սերունդը բարձրացնում է, սա ես ինչ ասում եմ ֆոկուս գրուպայի աշխատանքի շնորհիվ է, քանի որ ես տարբեր կրթական ծրագրերի հետ եմ համագործակցում ու փորձել եմ այս թեման բացեմ, որովհետև գիտեմ միջազգային փորձը որն է, օրինակ Ռուսաստանի փորձը գիտեմ, եվրոպական պետությունների փորձը գիտեմ, ինձ հետաքրքիր է, թե Հայաստանում դա ոնց է ու ընդհանուր մեր սերունդները համապատասխանում են եվրոպական եւ ռուսական սերունդների տարբերության հետ, բայց այս վերջի սերունդը Z սերունդը ունի հստակ տարբերություն, որի շրջանում իրենք հայտարարում են իսկ ինչու մեծը իրավունք ունի մեզ հրամայի կամ էլ ասի թե ոնց մենք պետքա մեզ պահենք, եթե այդ մարդիկ մեզ թողել են այսպեսի Հայաստան։ Ոնց կարող է 40 տարեկան սպան ինձ հրաման տա, ասի դու պետքա սենց անես, երբ որ այդ սպան պարտվել է։ Շատ կարևոր հարց եք բարձրացնում, նախ բանը։ Դա ես չեմ բարձրացնում։ Հասկացա, անդրադառնում, բարի։ Իմ մոտ այդպես երկու հարց ծագեց։ Ձեր ասացի հետ ես համամիտ եմ, բայց մյուս կողմից շատերը կարող են հակափաստարկ ներկայացնել, որ ինչպես դուք նշեցիք, բանակը կոնսերվատիվ կառույց է եւ այնտեղ կոպիտ ասած գլուխ չեն շոյում։ Okay։ Եվ ըստ էության դրանից իմ մոտ ծագում է երկրորդ հարցը, որը դուք ասացիք, որ եվրոպական ամերիկյան փորձն եք ուսումնասիրել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ այդ խնդիրը կա այսօր կարելի ասել բոլոր բանակներում։ Այո։ Եվ փաստացի գլուխը մտցնել ավազի մեջ եւ ասել, որ բանակը դարեր շարունակ եղել է կոնսերվատիվ կառույց, հրաման են տվել պիտի կատարես, այլևս այդ տարբերակը լուծում չունի։ Պիտի այլ մոդելներ վարվեցողության մշակենք եւ այստեղ, այսպես ասեմ, իմ դիլետանտ կարծիք ասեմ, այստեղ ստացվում է լրիվ Սուվորովի ասածը, որ դժվար է սովորեցնել ժամանակ, հեշտ է մարտի մեջ, որովհետեւ ստացվում է, որ պայմանական բանակ, ցանկացած բանակ վաղ թե ուշ մարտի մտնելու համար է, չէ, գոյություն ունի։ Ստացվում է, որ իրական եթե մենք վաղը մյուս օր ուզում ենք, որպեսզի մարտի ժամանակ կամ այսպես ասեմ ոչ ստանդարտ արտակարգ իրավիճակներում ունենանք այդ
ուղղաձիգ կառավարումը կամ կառավարելությունը, չասեմ ուղղաձիգ կառավարում, որտեղ այսօր շատ է քննարկում նաև տարբեր ավտոնոմիաների, այսպես ասեմ, բանը, փոքր մարտավարական խմբերի սեփական ինքնուրույնություն տալու հարցը, պիտի միջև այդ ահագին ուսուցողական աշխատանք կատարվի, որպեսզի լինեն առողջ հարաբերություններ։ Եվ ուզած-չուզած մենք այս մոդելով պիտի գնանք, մենք տարբերակ չունենք, ասել բանակը կոնսերվատիվ կառույց է, գլուխ չեն շոյում, գնացել ես բանակ, պիտի համբերես։ Եվ սա շատ կարևոր հարց է իրականում, որը մեր հանրության մեջ ցավոք սրտի քիչ է քննարկվում։ Երկու ծայրահեղություն կա, մեկը մարդիկ հենց ավելի ավագ սերունդը, որ ասում են բանակում գլուխ չեն շոյում, տղամարդ դառնալու, եւ մյուս ծայրահեղությունը այն մայրիկի փեշի տակ մնալու, երեխա չգիտեմ, մատը փուշ մտավ, հեռախոսով զանգեցին եւ համաշխարհային ողբեր սկսում։ Այսինքն մեր հանրությունը adekvat վերաբերմունք բանակի հանդեպ ունեցած իր ակնկալիքներով ստացվում է, որ չունի։ Չնայած հանուն անկեղծության պիտի նշենք, որ 2020 թվականին այն ինչ արեցին 18-ից 20 տարեկան զինվորները իրականում անհամեմատել են նույնիսկ իրենցից տարիքովների արածների հետ եւ մանավանդ այնտեղ որտեղ գրագետ սպաներ կային եւ այդ սպաները իրականում այսպես դիսոնանս է առաջանում եւ իրոք շատ կարեւոր հարց է այստեղ ծագում որ ինչպես ստացվեց որ ավակ սերունդը այնպիսի տապալում արեց, որ 20 թվականին ըստ էության երկրի վահանը դարձան 18-ից 20 տարեկան պատանիները, այսինքն դա ինչպես լուսահոգի Սևակ Մնացականյանն էր ասում, դա ազգի ձախողումներ, դա բոլորիս ձախողումներ, որ նրանց դարձինք մեր վահանը, եւ իրոք ներքին վրթովմունք կարող է ծագել մեղադրանք ավակ սերնդին։ Ու ես այստեղ շատ լուրջ խնդիր եմ տեսնում, որովհետեւ դա չափից դուրս շքեղություն է ավակ սերնդին մեղադրանքներ ներկայացնել, դա ցանկացած ոլորտին վերաբերում, ասել, որ եթե դուք այդքան լավ գիտեիք, բա ինչ էիք ձախողվում, ու փորձել իրենց փորձը, իրենց կենսափորձը, միտեղ դրական, միտեղ բացական դնել մի կողմ եւ փորձել այսպես կուսած զրո կետից կամ նոր էջից ինքներս ինչ որ բան գրենք։ Այստեղ շատ լուրջ խնդիր կա։ Ես հասկանում եմ հարցը ինչու է, բայց մի հատ դրական բան ասեմ, ինչքան էլ բանակը կոնսերվատիվ կառույց է, այսօր բանակում կան սպաեր, որոնք հասկանում են այս խնդիրը եւ փորձում են քայլեր անել, որ այս իրավիճակը փոխեն, ու դա շատ դրական բան եմ ես տեսնում ու տաղաստված որ բանակում ստացվի դարվի ու ես փորձում եմ այդ ոլորտում ու տեսնում եմ որ բանակում հասկանում եմ որ դա խնդիր է ու փորձում են փոխեն, բայց լավ բերեք բանակը կողքի դնենք։ Այս սերունդի երեխաները նույն ձևի ասում են այսօր մենք ունենք ամենակեղտոտ քաղաքներից մեկը ու այսա թողել է մեզ ավակ սերունդը։ Մենք ունենք ոչ ձևավորված պետական մարմիններ, ունենք մասսայական ոչ պրոֆեսիոնալիզմի գաղափարախոսություն ամբողջ Հայաստանում։ Այսինքն մեծ քանակի խնդիրներ են իրենք բարձրացնում։ Հարցը նրանում չէ, որ նոր սերունդը, Z սերունդը մեղադրում է ավակ սերունդին։ Հարցը նրանում է, որ Z սերունդը լրիվ ուրիշ ձև է պատկերացնում աշխարհը, որովհետև ըստ տարբերություն մեծ սերունդի միջև 80-ականների Z սերունդը լիովին թվային սերունդ է։ Դրանք մարդիկ են, որոնք իրենց կյանքը առանց ինտերնետ չեն պատկերացրել ու չեն տեսել, կյանքը առանց ինտերնետ չեն տեսել։ Ու իրենց համար ինֆորմացիան չի պատկերացնում ինչ-որ կարևոր բան։ Ում թե ավակ սերունդը, թե նոր սերունդը ունեն ինֆորմացիայի մենակ մի աղբյուր, որը կոչվում է OK Google կամ էլ հիմա արդեն արհեստական բանականության միջոցով է, ու այս ինֆորմացիայի հանդեպ մենք հավասարվել ենք, սերունդները բոլորս հավասարվել ենք, մենք բոլորս ունենք ինֆորմացիայի մի աղբյուր։ Ավակ սերունդը մեծանալու ժամանակ ինֆորմացիայի կոնտենտն ու բովանդակությունը ստանալուց եղի իրենցից մեծերից, մինչև 80-ական թվական ծնված մարդկանցից իրենք են հարգել կամ մեծերը են ավտորիտետ եղել իրենց համար, որովհետև իրենք նրանցից են սնվել ինֆորմացիայից։ Ու դրա համար այն մարդը ով շատ գիտի իրենց համար դառել է ավտորիտետ։ Դա մինչև 80-ականների համար եղել։ 80-ականները արդեն իրենց կյանքի մեջ սկսել են ինտերնետը այդ շփումը, ու դրա համար 80-ական թվականի ծնված մարդկանց համար կա այսպիսի արխետիպ, իրենք հարգում են մեծերին, բայց մեծերը իրենց համար ավտորիտետ չեն։ Հարգանքը կա, որովհետև իրենք տեսել են կյանքը, որտեղ այդ մեծերը եղել են կարևոր մարդիկ, բայց հասկացել են կյանքի մեջ, որ ինֆորմացիան լրիվ ուրիշ է, քան թե որ մեծերը պատկերացնում։ Հիմա պատկերացրեք, որ ունենք սերունդ, որոնք միանգամից ինֆորմացիան ավելի շուտ ստանում են։
ու ավակ սերունդը նրանց համեմատ այդքան գիտելիքներ, ոչ թե գիտելիքներ, այլ ինֆորմացիայի գիտելիքներով չի տարբերվում։ Հիմա դրա համար Z սերունդն ասում է, ոնց կարող եք դուք մեզ խրատներ տաք, եթե դուք չգիտեք։ Եթե մենք բոլորս մի աղբյուր ունենք ինֆորմացիայի, եթե դուք արդեն ձախողվել եք, ոնց կարող եք դուք մեր հանդեպ շփվեք հրամանի պոզիցիայով եւ ոնց կարող եք դուք ասել, որ դուք գիտեք, իսկ մենք փոքր ենք, մենք չգիտենք, եթե դուք արդեն լիքը ֆեյլեր եք ունեցել։ Ու սա իմ կարծիքով շատ կարեւոր է, որ մեր նոր սերունդը այսպեսին է պատկերացնում։ Սա չի նշանակում, որ նոր սերունդը վատն է։ Սա չի նշանակում, որ ավակ սերունդն է վատ։ Սա նշանակում է, որ մենք պետք է մեր հարաբերությունների մոդելները փոխենք։ Սա նշանակում է, որ ավակ սերունդը պետք է կիսվի նոր սերունդի հետ փորձով, ձախողումներով։ Էլի այսօր ավակ սերունդի փաստաբանի դերն եմ վերցրել, առարկեմ այս տեսակետից ինֆորմացիայի մատչելիության հետ աղբյուրի հետ լովին համաձայն եմ, բայց մի քիչ ավակ սերունդը, օրինակ մեր սերունդը, իմ սերունդը, ես կարող եմ ասել իմ առավելությունը իմ կարծիքով նոր սերունդի հանդեպ որն է։ Դա այն է, որ մենք քանի որ ինֆորմացիան միանգամից մեր գլխից չի թափվել, մենք սովորել ենք ձեռք ենք բերել ունակություններ ինֆորմացիայի հետ աշխատելու։ Այսինքն մի ունակություն, երբ որ դու կարդում ես գիրք եւ այդ գիրքից քեզ ստիպում են կոնսպեկտ անել, դա շատ կարեւոր ընդունակություն է եւ հետագա թվային դարում այսօր երբ որ նույն արհեստական բանականությունը գոյություն ունի, դրանք հոյակապ գործիքներ են օրինակ իմ սերնդի համար, որտեղ այն աշխատանքը մեխանիկական, որ պիտի երկար տևեր, այսօր տասնյակ հարյուրավոր անգամ կրճատվել է, բայց ես այդ գործիքից օգտվելու ձևը գիտեմ։ Ու ամենակարևորը որոշակի տեսական բազա ունենալն է։ Այսինքն եթե դու չես կարդացել գրքեր, եթե դու չես նայել ճիշտ ֆիլմեր, խորքային ֆիլմեր, այսինքն եթե քեզ չեն մոտեցել, չես սովորել մտածել ինքնակննադատական եւ առհասարակ քննադատական մտածողությունը, որպեսզի ցանկացած ինֆորմացիայի աղբյուրին քննադատաբար վերաբերվես եւ կասկածես, դա դու ավտոմատ շատ հեշտ թիրախ ես դառնում այն ինֆորմացիոն մատչելի հոսքերի համար, որոնք այսօր կան։ Եվ օրինակ նոր սերնդի, չասեմ թերությունը, չէ, բայց թույլ կողմերից մեկը, որի վրա պետք է լուրջ աշխատել, իսկ այդ տեսական հենքի բացակայությունը դա հաճքի է զառնում։ Դա կոչվում է կլիպային մտածելակերպ, երբ որ իրենք մեծ քանակի կոնտենտ չեն կարողանում վերլուծեն ու չեն կարողանում իրենց ուշադրությունը երկարաժամկետ, ասենք, բարդ գիրք նստել կարդալ։ Բայց լուրջ խնդիրները եւ լուրջ ծրագրերը պահանջում են կենտրոնացում։ Այո, տենց էլ կա։ Այս ինձ համար իրենց թիմի բայց արդյոք ձեր սերունդի մեջ Հայաստանում մասսան այդպիսին է։ Արդյոք ձեր սերունդի մարդիկ տիրապետում են արհեստական բանականություն, ոնց որ դուք եք տիրապետում։ Ես կարծում եմ բնականաբար բոլոր փոխհարաբերակցության խնդիր կա բոլոր հանրություններում, այսինքն տեսակարար կշռի խնդիր կա։ Բերեք տենդենցիաներով խոսանք։ Շատ լավ։ Երևի տենդենցիան տենց չհամաձայն եք։ Չեմ ուսումնասիրել։ Գուցե այդ կեղծ շեղման պատկերը կա, երբ որ քո այսպես ասեմ, հաբայեսների պատկերը ես դա չեմ բացառում, որտեղ ցանկացած հարցի նայում ես քո պրիզմայով, բայց կարելի ասել երևի մենք ասենք ծայրահեղությանն ենք անդրադառնում։ Ես կոնկրետ այդ խնդիրը շատ-շատերի մոտ իմ շրջապատում երիտասարդ սերունդի տեսնում եմ։ Իրենք ունեն հսկայական առավելություններ, բայց որ այդ առավելությունները շատ հեշտությամբ կարող են փոշիանալ, եթե այդ լուրջ խոցելի կետերը, այսպես ասեմ, չփակվեն։ Եվ այստեղ ոչ թե հավանաբար, այլ ավակ սերունդը միանշանակ հսկայական գործ ունի անելու, բայց ճիշտ մեթոդներով։ Եվ բերեք Հարավային Կորեայի փորձը պատմեմ կամ Ճապոնիայի փորձը, որ իրենց երկուսի փորձը նման են, որը մեր համար, որ մեր վրա օրինակներ չվերեմ, կարող է դա ցավալի լինի, որը ցույց կտա թե ինչի սա ամեն ինչը կարող է բերել։ Նայեք, Ճապոնիայում մինչև 90 թվականների մարդիկ 90-ականների ծնված մարդիկ դրանք աշխատելուց են եղել 12 ժամից ավել։ Ու ճապոնական մենեջմենտի գաղափարը ամբողջ աշխարհում տարածված է, որ մարդ առաջի անգամ գործի է ընդունվում ու մինչև կյանքի վերջը այդ գործի տեղն է աշխատում, լիովին իրեն պետք է տա գործին, այս սենց գաղափարներ։ Բայց այդ մարդիկ հասկանում եք, չէ՞, որ 12 ժամից ավել դու աշխատում ես, դու ժամանակ չունես երեխաներով զբաղվել, ու երեխաները ոնց են մեծացել, իրենք մեծացել են կոմպյուտերային խաղերի դեմ։
Որտեվ ծնողները չեն եղել, այդ երեխաները իրենք իրենցով են զբաղվել, ու այդ զբաղմունքը եղել է տեխնոլոգիական պետությունում ինչպիսին եղել է Ճապոնիան, նրանով, որ իրենք մենակ խաղելով են զբաղվել։ Ու այսօր Ճապոնիան լուրջ իդենտիֆիկացիայի կրիզիսի դեմ է կանգնել, երբ որ մարդիկ իրենց համար ճապոնական խորքային մշակույթը խորթ է։ Իրենք չեն նույնացնում իրենց Չեն նույնացնում, ու որովհետև խորքային ընտանիքի բանի մշակույթի մեջ մեծը իր դերն ունի, ավագը իր ազդեցությունն ունի երիտասարդների վրա, բայց երիտասարդները չեն դա ընդունում։ Ու դա բերում է նրան, որ ինքնասպանության քանակն է աճել, դա բերում է նրան, որ արդեն տնտեսության զարգացման տեմպն է կանգնել, ու սա բերում է նրան, որ ներսում կա լուրջ կրիզիս։ Եթե մենք չզբաղվենք նոր սերունդով, մենք գալու ենք այսպիսի խորքային խնդիրների դեմ կանգնել։ Մեր մոտ այդ խնդիրները լինելու են ուրիշ ձևի։ Իսկ օրինակ նայեք, Ուկրաինան ինչ է արել, Ուկրաինան հասկացել է նույն բանակի օրինակը բերեմ, չէ, որ բանակում իրենք ունեն նոր սերունդ, որոնք չեն ուզում շարքայինի բան հրամանը կատարեն, բայց իրենք ունեն հմտություններ, իրենք թվային են, իրենք ճկուն են, իրենց հնարավոր է շատ շուտ սովորացնել, թե ոնց կառավարել դրոնները։ Ու դրա համար իրենք այսօր հաջողություններ են այդ ոլորտում հաջողություններ են ունեցել։ Հիմա իմ ասածը նրանում է, որ մենք պետք է նոր սերունդի հետ որպես թիմակից աշխատենք։ Ոչ թե նայենք մենք վերևից իրենք նույն մակարդակի վրա, հորիզոնական, որտեղ մենք բոլորս նույն խնդիրների դեմ ենք, մենք ունենք մի երկիր, որտեղից եթե գնանք դա ֆակտ չի, որ ուրիշտեղ լավ է լինելու, ասեմ ավելին, բոլոր տեղերն է հիմա վատ։ Հիմա մենք ունենք դաշնակից սերունդ մեր փոքրերին, որոնց հետ խումբ եթե աշխատենք, մենք մեր լավ կողմերով ներգրավենք, իրենց մենք օգնենք, որ իրենք զարգանան, իրենք օգնեն, որ մենք զարգանանք, սա կբերի հենց այդ կվանտային էֆեկտի։ Որովհետև նույն ձևի կարող եմ ասել մեծ քանակի դրական կողմեր, որոնք ունեն Հայաստանի Z սերունդը, մեր Z սերունդը ինչքան որ նման է եվրոպական կամ ամերիկական Z սերունդի, ունի մեծ քանակի դրական կողմեր։ Մեր Z սերունդը երբ որ ֆոկուս գրուպաների հետ սկսում ես աշխատել, մեծամասնությունը չի ուզում Հայաստանից գնալ։ Իրենք ուզում են Հայաստանում ապրեն։ Դա շատ կարևոր բան է, որովհետև եթե հետազոտենք ավելի ավագ սերունդին, 92,000-ական մասսայական ուզում էին գնալ։ Բայց այս երեխաներն ուզում են մնան Հայաստանում, սա նշանակում է, որ մենք ունենք մարդկային կապիտալ, որի հետ եթե ճիշտ աշխատենք, մոտիվացնենք, ուղղություններ տանք, իրենք ինքնահաստատվելու հնարավորություններ ունենան, մենք ունենք մարդկային կապիտալ։ Երկրորդը, մենք ունենք շատ ճկուն սերունդ, որոնք կարողանում են ադոպտացվել տարբեր բարդ իրավիճակի։ Բայց իրենց հետ աշխատանք է պետք, որովհետև իրենք ունեն հոգեբանական խնդիրներ։ Իրենք չունեն հենց այդ role model մոդելները չունեն, ընտանիքի մոդելները չունեն, իրենք ունեն մեծ քանակի վախեր, իրենք ունեն ինքնահաստատման խնդիրներ, իրենք ունեն հենց այդ լավագույն աշակերտ լինելու խնդիրը, որ վախենում են, որ իրենք հաջողություններ չունենան։ Իսկ մեր ավագ սերունդը կարող է իր ձախողումներով կիսվի, բացատրելով, որ Այսա այս ձախողումների է բերում։ Սա կարևոր բան է, մեր համագործակցությունը կարող է բերի լավ էֆեկտի։ Իմ ասածը սրանում է, որ եթե մենք ուզում ենք, որ լինի փոփոխություններ, մենք պետք է մեր դերերը հորիզոնտալ դաշտ բերենք։ Մենք պետք է պատկերացնենք, որ առանց ճիշտ հարաբերությունների հաջողություն չենք ունենալու։ Եթե շարունակենք այսպիսի մեզ պահել, երբ որ մեծը չունենալով այդ մեծի դերը ու փորձում է շարունակում է իր գլխում պատկերացումներով ապրել անցյալներով, որ մեծին պետք է հենց նենց հարգես, դա արդեն չի աշխատում, որովհետև նոր սերունդը այդ հարգելու հմտությունն ունի, բայց ասում է վաստակել։ Այո, հաստատի ինչու ես քեզ պիտի հարգեմ։ Որտեղ ես արտաքին բաներ եմ տեսնում։ Ես տեսնում եմ, երբ որ տարիքով մարդը մեքենա քշելով աղբը գցում է փողոց, ես ումից այդ օրինակը վերցնեմ։ Ինձ տվեք այդ օրինակը։ Ու սա ես ոչ թե քննադատում եմ ավագ սերունդին, ես ուզում եմ կոչ անեմ ավագ սերունդին, որ բերեք, փորձենք համագործակցենք։ Չդնենք մեզ տարբեր դերերում, որ ես ավելի շատ բան գիտեմ, նոր սերունդը չգիտի, ես փորձ ունեմ, դուք չունեք, դուք էլ չունեք փորձ, որովհետև
մեր աշխարհը շատ մեծ տեմպերով է փոխվում։ Ավագ սերունդը գաղափար չունի ինչ է նշանակում մետա աշխարհ։ Իսկ մենք ոչ թե մետա աշխարհ ենք մտնում, մենք մտնում ենք բազմա ինտելեկտային աշխարհ, որտեղ մեր հետ զուգահեռ ապրելու է արհեստական ինտելեկտը, մեր հետ զուգահեռ ապրելու է բնական ինտելեկտը եւ հիբրիդային ինտելեկտը։ Ավագ սերունդը դրա մասին ընդհանրապես գաղափար չունի։ Եվ ոնց է ավագ սերունդը փորձում երիտասարդ սերունդին քարոզել, թե ոնց պետք է երիտասարդ սերունդը իրենց պահել։ Դա համար ես ուզում եմ ասեմ, որ եթե մենք ուզում ենք, որ աջողության գանք, կվանտային էֆեկտ ունենանք, որ դուրս գանք այս իրավիճակից, ու այդ հնարավորությունները հիմա շատ կան, որովհետև այս խնդիրները բոլորի դեմ են։ Ամենահետաքրքիրը նա է, որ այս փոփոխությունները, թվային փոփոխությունները աշխարհում բերել են նրան, որ մենք բոլորս, թե մենք, թե եվրոպական պետությունները, թե Ամերիկան, թե Չինաստանը, թե Ռուսաստանը, թե բացի որ նույն խնդիրները, նույն ստարտի դեմ են կանգնած։ Եթե մենք կարողանանք ձևավորել այդ ճիշտ հարաբերությունները, մենք առավելություն կունենանք։ Եթե մենք չկարողանանք ձևավորել, մենք պարտվելու ենք։ Ու պարտությունը իրականում այդտեղ է լինելու։ Պատերազմը իրականում հենց այստեղ, այսա կոգնիտիվ պատերազմ է, սա մտածելակերպների պատերազմ է, դիրքորոշումների պատերազմ է։ Մենք պետք է այս սրանով ձևավորենք նոր հայի կերպարը, ոչ թե մտածենք Գերդաստանի գաղափարախոսությունով կամ սովետական գաղափարախոսությունով կամ պատասխանատվությունը որովհետև ինքը տղամարդ է կամ ինքը պետք է իրեն պահի որպես կին, որն է դա, ինչպիսին որպես կին, որն է դա պետք է ամբողջը ձևավորենք մենք հիմա, որովհետև հիմա ժամանակը ուրիշ է։ Սոցիոլոգիայի մեջ կա այդպիսի տերմին, որը կոչվում է խռանատոպ։ Դա ժամանակը, մեկ էլ տարածաշրջանը։ Հիմա նայեք, մենք ձեր հետ ապրում ենք 2026 թվականի Երևանի խռանատոպում։ Ու երբ որ մենք հիմա խոսում ենք, մենք հասկանում ենք, չէ՞ իրար, նույն կոնտենտի մեջ ենք ապրում։ Բայց եթե մենք հիմա տեղափոխվենք Glendale, ունդեղի հայերի հետ փորձենք խոսենք, մենք իրար չենք հասկանալու։ Հիմա մենք պետք է կարողանանք մեր հասարակության մեջ այս խռանատոպը հավասարացնենք։ Իսկ դառնում է, որ մենք ունենք հիմա 19-րդ դարի խռանատոպ, 20-րդ դարի։ Մեր 4 կողմի ապրող մարդկանց մեջ է, տարբեր սերունդները տարբեր խռանատոպում են աշխատում։ Եթե իրական շատ հետաքրքիր զրույց ստացվեց, ու թեման դեռ պիտի շարունակենք, բայց ես փորձեմ այսօրվա զրույցը, այսպես ասեմ, որտեղ ամբողջ ընթացքում ես ուզում եմ այդ հարցը տալ, բայց այսօր զրույցի արդյունքում ինձ համար պատասխանը գտա, որովհետև այդ բոլորը որ նշում ենք, որ հանրությունները ստեյության աշխարհը այսօր այդ մեծ փոփոխությունների շեմին է կանգնած եւ դրա հետ կապված շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնած ու լուծման ուղիներն է փնտրում։ Ես հանդարտ ուզում եմ ասել, որ բայց մենք գոյութենական վտանգի առաջ են կանգնել, չէ, այսինքն երկիրը կորցնելու, տարալուծվելու, ամեն ինչ ինքնությունից զրկվելու եւ ու նման խնդիրների արկայությունը ենթադրում է այդ միասնությունը, հա, այդ 60-70-ական թվականների ծնված մարդկանց կոնկրետ մելով պասիոնարությունը, գաղափարախոսությունը, հանուն ընդհանուրի սեփականը զոհելու, այսպես ասեմ, պատրաստակամությունը։ Բայց ես ինձ համար մի քանի այսպիսի եզրահանգում արեցի, որ որքան էլ մենք ըստ էության, երբ որ նման ձև ենք մտածում, դատում ենք անցյալի կատեգորիաներով։ Ու որքան էլ որ ցավալի է, անցյալում այդ խնդիրները եղել են, գործիքները եղել են, լուծումները եղել են ու լավ լուծումներ են եղել, բայց մեզ համար որքան էլ որ ցավալի է, անցյալ վերադառնալ չենք կարող։ Մարդկանց, ներկա մարդկանց անցյալի կատեգորիաները պարտադրել չեն կարող։ Հետևաբար, եթե այս իրականության հետ հաս չլինողները եւ այսպես ասեմ Հայաստանի ապագան այս կամ այն երկրի վասալ չպատկերացնողներս պիտի մի կարևոր խնդիր լուծենք, այդ քրոնոտրոպների սինխրոնիզացիայի հարցը, ոնց անել, որ դա սինխրոնիզացնենք եւ ազգային ինքնության չեմ վախենա այդ բառից ասեմ նորացման հարցը, որովհետեւ ազգային ինքնությունը 19-րդ դարի կատեգորիաներով, ազգայնականություն, ազգայնական գաղափարները, իսկ Հայաստանի նման լուրջ խնդիրներ ունեցող երկրում առանց ազգային լուրջ գաղափարախոսության հնարավոր չի հաջողության հասնել, բայց դա 21-րդ դարին ադապտացնելու հարց ունենք, սինխրոնիզացիա եւ ադապտացում, որը կստիպի 21-րդ, այսպես ասեմ, տարբեր հարթություններում գտնվող մարդկանց լեյ զրոյական կետը գտնել ու դրանից իրենց ժամանակը հաշվել եւ կստիպի այդ ընդհանուր գաղափարի շուրջ ամեն մեկը իր դրսևորումը գտնի։ Կոլեկտիվ մտածող իր կոլեկտիվը, անձնական մտածող իր անձնականը, իրականում ու այստեղ կարելի ասել, որ այս գերխնդրի լուծումով իրականում մենք լուծում կկարողանանք տալ թե ազգային հարցերին, թե պետական լուրջ մարտահրավերներին, թե նաեւ
համաշխարհային առումով այսպես ասեմ, խնդրի լուծումը մի մակարդակում, իրականում եթե այս մակարդակում կարողացանք լուծել, դա կստացվի բազմաշերտ մակարդակներում։ Դուք ճիշտ եք, մենք հիմա հարցի դեմ ենք մեր ինքնությունը հասկանալու, գոնե մենք մեզ համար պատասխանելու հարցի դեմ ենք, որովհետև մենք հիմա լրիվ տարբերվում ենք այն հայերից, որոնք 19-րդ դարում են ապրել, 16-րդ, երկրորդ դարում են ապրել, համար մենք պետք է այս ամբողջը կարողանանք ձևավորենք ու մենք հենց հիմա ունենք տարբեր սերունդներ, որոնք տարբեր խրանատոպներում են աշխատում, ապրում, բայց երբ որ ես սրա մասին խոսում եմ, ինձ հիմնականում ավագ սերունդը ասում է, որ մենք դրա ժամանակը չունենք, ունենք էկզիստենցիոնալ խնդիրներ, գոյատևելու խնդրեմ ունենք, ես սենց կարող եմ պատասխանել։ Այս վերջերս գիտեք Ամերիկայի եւ Չինաստանի սամիտներ, երբ որ Տրամպը գնացել էր եւ հանդիպել էր Սին Ցզինպինի հետ, այնտեղ շատ հետաքրքիր սենց պահ կար, երբ որ Սին Ցզինպինը Տրամպին հրավիրել էր այգիներից մի այգի, որտեղ պատմում էր Տրամպին, թե այս ծառը 100 տարեկան է, այս ծառը 250 տարեկան է, այս ծառը 300 տարեկան է եւ այդ ժամանակ դիվանագիտական ենթատեքստով եւ հարցրեց, իսկ Ամերիկան ինչքան հիշում եմ, այս տարի 250 տարեկան է։ Մենք այնքան հին ենք, որ ես բոլորիս մի 2000 տարի էլ տալիս եմ։ Հավատացեք, մենք ժամանակը, հայկական ժամանակը լրիվ ուրիշ տարածաշրջաններում է ապրում։ Մենք ունենք մեծ քանակի ժամանակ, բայց դա նրա մասին չի խոսում, որ պետք է ոչ մի բան չանենք, այլ նրա մասին է խոսում, որ պետք է հասկանանք, թե որն է հայկական ժամանակ ու այս մեր քրոնոտոպները ճիշտ կառավարենք։ Իմ կոչը նրանում է, որ տարբեր սերունդներ հասկանան, որ մենք ապրում ենք մի փոքր պետության մեջ, որը մեծ աշխարհի ամենակարևոր կետերից մեկն է, ու մինչև մենք ինքներս սա չհասկանանք ոնց պետք է իրար հետ հարաբերությունները ճիշտ ձևի ձևավորենք, մենք չենք կարող առաջ գնալ։ Պատկերացրեք, որ եթե մենք բոլորս փոքր նավակի մեջ ենք, եթե իրար չօգնենք, այս նավակը իր վեկտորը գտնի, մենք չենք կարողանա հասնենք նպատակի, դրա համար խնդիրը նրանում չէ, որ ասենք ավակ սերունդը խելացի է կամ խելացի չէ, հաջողված է կամ ձախողված է, իհարկե ձախողված է, եթե մենք այս ամենն ունենք, ձախողված է, բայց ձախողումը ստարտափային աշխարհում ամենակարևոր բանն է։ Եթե դու չունես ձախողում, ոչ մի business angel քեզ փող չի տա։ Որտեվ տեսնում որտեղից քեզ փող տա, եթե դու չես խի քեզ փող տա, եթե չի տեսնում դու ունեցել ես փորձ թե չէ, դա նշանակում է սա էլ է կապիտալ, ձախողումը դա կապիտալ է։ Սա նոր սերունդին եմ այս կոչը անում, որ նոր սերունդն էլ հասկանա, որ այս ձախողումը մեծ սերունդի դա կարևոր կապիտալ է։ Նույն ձևի մեծ սերունդը հասկանա, որ այն թվայինությունը, այն ճկունությունը եւ այն ոչ հաջորդությունը, որն ունի նոր սերունդը, դա էլ է կապիտալ։ Եթե մենք կարողանանք այս հարաբերությունները ճիշտ ձևավորենք, մենք կունենանք հաջողություն։ Շատ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Կարծում եմ այս թեմային էլի կանդրադառնանք, որովհետև իրոք անverջ կարելի է խոսել։ Շատ հետաքրքիր է։ Եթե շատ սրա մասին խոսանք, քիչ կքննադատենք մեր հասարակությանը։ Համամիտ եմ լրիվ։ Կարծում եմ շատ հետաքրքիր զրույց ստացվեց, մի փոքր բանավեճային կարգով, բայց դա էլ է անհրաժեշտ, որովհետև այս զրույցից կոնկրետ իմ եզրահանգումն այն էր, որ մենք պիտի սովորենք ճանաչել միմյանց, իրար մեղադրելու փոխարեն եւ իրարից գերակնկալիքներ ունենալու փոխարեն։ Սովորենք ճանաչել միմյանց թույլ եւ ուժեղ կողմերը եւ ընդունենք նրանք ու աշխատենք ուժեղ կողմերն ավելի ուժեղացնելու, թույլ կողմերը չեզոքացնելու ուղղությամբ ու հասկանանք, որի վերջո նպատակակետի նախ գտնենք նպատակը եւ հասկանանք, որ ինչ որ միտեղ, ինչ որ մի կանգառի հասնելու համար պիտի ձեռքի տրված առաջ շարժվենք, փոխադարձ մեղադրանքներից խուսափենք, բայց մեր անցած ճանապարհը նաև լուրջ վերաքննադատության ենթարկենք ու ամենակարևորը փորձենք ճանաչել ու հասկանալ իրար։ Այսքանը դիտեք մեզ, բաժանորդագրվեք մեր սոցիալական էջերին, YouTube-յան ալիքին, տարածեք այն նյութերը, որոնք մենք ձեզ համար պատրաստում ենք, որովհետև այս ամենը արվում է մի նպատակով առողջացնել կամ առողջացման սերմեր բերել մեր հանրության մեջ, որպեսզի կարողանանք մի օր մեջքները շտկել եւ գլուխները վեր բարձրացնել։ Շնորհակալություն։